Պարոն Բլբլթան, պարոն Բլբլթան, քաղցրիկ, պարոն Բլբլթան, այսօր են կորել, պարոն Բլբլթան։ Ով է այն տալիս, գալիս եմ մի րոպե, սպասեք, ով է։ Բարև ձեզ, պարոն Բլբլթան, խնդրանք ունեմ, այս թակարդը թող մնա ձեզ մոտ, վաղը կգամ կտանեմ։ Թակարդ։ Իհարկե կլինի, քեռի այգեպան, բայց ինչ է կանում թակարդ, հա։ Գիտեք, իմ այգում այսքան, ոչ, այսքան առնետներ են հայտնվում, ուզում եմ բռնեմ։ Լավ միտք է, դե ինչ արած, ես թակարդը կպահեմ իմ խոհանոցում։ Շնորհակալ եմ, դե ես շտապ եմ դպրոց, պետք է տետրեր բաժանեմ, այսօր քննություն է, շնորհակալություն։ Դե շտապեք, քեռի այգեպան։ Իսկ մենք երեխաներ այսօր միասին պատրաստելու ենք դդմի հյութ։ Եվ այսպես, դդմի հյութ պատրաստելու համար մեզ հարկավոր է թակարդը պահել։ Հիմա թակարդը տեղավորենք, մի րոպե, սպասեք, թակարդը վերցնենք, պահենք, և այստեղ կարդանք, մեզ հարկավոր է 5 անգամ 5 գումարած 5 դդմի սերմեր։ 5 անգամ 5 գումարած 5։ Երեխաներ, ինչի է հավասար 5 անգամ 5 գումարած 5, մայրս ասում էր, Բլբլթան, սովորիր։ Իսկ ես չէի լսում նրան, դասերից փախչում էինք, գնում էինք կողքի այգիները ցոգոլ ուտելու։ Եվ տղաներով ֆուտբոլ խաղալու։ Ահա եւ արդյունքը։ Ես հիմա չեմ կարողանում հասարակ լուծում լուծել 5 անգամ 5 գումարած 5։ 5, այսինքն 15, ուրեմն մեզ հարկավոր է 15 հատ դդմի սերմ։ Դպրոցը այն կրթական հաստատությունն է, որտեղ երեխաները ստանում են բազմաթիվ գիտելիքներ, որոնք հետագայում ողջ կյանքի ընթացքում օգնում են նրանց լինել ավելի հաջողակ, ավելի կիրթ և լավ մասնագետ անկախ ընտրած մասնագիտությունից։ Մեծերից շատերը ջերմությամբ և անթաքույց հաճույքով են հիշում իրենց դպրոցական տարիները։ Բացի կարևոր գիտելիքների ձեռքբերումից, դպրոցը մարդու կյանքում հիշվում է դասընկերների հետ ուրախ էքսկուրսիաներով, հետաքրքիր արշավներով, դպրոցական ներկայացումներով և մշակութային ու ժամանցային այլ միջոցառումներով։ Այսինքն, դպրոցը կարևոր է ոչ միայն դասերի առումով, այլ վառ և էմոցիոնալ իրադարձություններով, որոնք կարող են տեղի ունենալ հասակակիցների հետ, իհարկե, բանիմաց և հոգատար ուսուցիչների ուղեկցությամբ։ Սկզբում հունական շկոլա բառը նշանակում էր ազատ ժամանց, հետո դրանք դարձան պարապունկտեր ժամանցի ընթացքում, օրինակ հույն փիլիսոփա Պլատոնը ազատ ժամանակ հավաքում էր մարդկանց և փոխանցում էր իր փորձն ու գիտելիքները։ Այնուհետև դպրոցը դառնում է իսկական ուսումնական պարապունկտերի վայր։ Հայկական առաջին դպրոցը Վարդապետարանը բացվել է 5-րդ դարի սկզբին Վաղարշապատում Մեսրոպ Մաշտոցի և հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի ջանքերով։ Սկզբնական շրջանում այնտեղ դասավանդվել են աստվածաշունչը, վարքաբանություն, քերականություն, հետագայում նաև աստղագիտություն, թվաբանություն և այլ առարկաներ։ Սիրելի երեխաներ, լավ սովորելը մեզնից պահանջում է ջանք ու եռանդ, ուժերի լարում, ուշադրության կենտրոնացում, բայց ինչպես ասել է հույն փիլիսոփա Արիստոտելը, կրթության արմատները դառն են, բայց պտուղը քաղցր է։ Բարև ձեզ։ Հավաքվել եք, սա քեզ, կարծես թե հասցրեցի, ձեզ քննության մեջ ցանկանում եմ հաջողություն, ես գնացի։ Բարև ձեզ երեխաներ,
Հուսով եմ պատրաստ եք քննությանը։ Այսօր գրելու ենք շարադրություն։ Եվ դա կլինի մեր քննությունը։ Լռություն։ Լոլոս, չենք արտագրում։ Իշեցի։ Պլուտո։ Նա ինչ ունեմ։ Նա ինչ է։ Կախարդական փայտիկ է։ Աչ բարարից եմ տրծրել։ Սուզում խեղի խոսիր։ Յա, տեստե ինչ եմ անում։ Ինչ։ Հեյ։ Երեխաներ, ես ասացի լռություն։ Հեյ, Թմբլո։ Ինչ։ Կոնվետ ունես։ Ոչ չունեմ։ Յա, այս սուտասան բկլիկ։ Լռություն ասացի։ Abracadabra, inabushwabra, shala! Ой, ինչ վերածվեցի կակտուսի, ոխ դու լոլոս։ Լռություն ասացի։ Abracadabra, inabushwabra, shala! Բոյով, աջոնաչելի դարձոք։ Մազերիս փոխարեն կարծես թե ռեհան աճեց։ Այ սովարեց։ Շատ ծիծաղալեց։ Վերջ։ Վերջ։ Ժամանակը լրացավ, քննությունն ավարտվեց։ Հարկավոր է ուսուցչուհուն խանգարել, որպեսզի նա չկարողանա ստուգել իմ տետրակը։ Ինչ մտածի։ Abracadabra, inabushwabra, shala! Այս ինչ է, այս ինչ ծուխ է։ Երեխաներ, արագ դուրս են գալիս դասարանից, արագացրեք երեխաներ։ Պարոն Բլբլթան, Ով է, չերի այգե պանդուկ եք, ոչ, տիկին ուսուցչուհի այդ դուք եք, ինչ է պատահել։ Սպասեք, մի րոպե, վերցրեք, խմեք։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ, Բլբլթան։ այո։ Չեք պատկերացնի ինչ է պատահել։
Քնության վերջում ամբողջ դասարանում ծուխ լցավ։ Չհասկացա որտեղից է ծուխը։ Ինչ եք ասում։ Ամբողջ դասարանում մի կերպ հասցրեցին երեխաների հետ դուրս գալ։ Վայ։ Խնդրում եմ, այս տետրերը պահեք ձեր խոհանոցում, ես վաղը կվերցնեմ, լավ։ Լավ, տիկին ուսուցչուհի, ինչպես ասեք։ Այ, վրայիցս ծխի հոտ է գալիս։ Պետք է արագ լոգանք։ Այո, դուք իրավացի եք։ Այ քեզ թարսոր։ Սկզբում քերի այգեպանն էր, հիմա էլ ուսուցչուհին։ Լավ ինչ արած, տետրերն էլ պահենք իմ խոհանոցում, ահա, հիմա դնենք այստեղ, ահա։ Եվ երեխաներ, կարծես թե իմ դդմիհյութը պատրաստ է, հիմա վերցնենք, ահա, շատ զգուշությամբ, օպա, ահա, վերցնենք, ահա, հիմա դատարկենք նրան սրվակի մեջ, ահա, օպլա, կարծես թե մեր դդմիհյութը պատրաստ է, թողնենք սարցրանում թող սարչի, իսկ մենք գնանք ննջելու, դե գնացինք, բարի գիշեր երեխաներ։ Ուսուցչուհին տետրերը թողել է պարոն Բլբլթանի խոհանոցում, հարկավոր է այնտեղ ներս խուժել և գողանալ այդ տետրերը։ Հիմա ես այսպես կանեմ, հիմա գտնվում ենք պարոն Բլբլթանի խոհանոցում։ Հիմա տեսնես որտեղ են այդ տետրակները, միգուցե այստեղ, այս ինչ սխտորի հոտ է գալիս, միգուցե այստեղ լինի, ես ինչ պտած բրոկոլի է, ես գտա այդ տետրակները, հիմա ես սակը վերցնեմ, վայ մամա ջան, այս ինչ է, սա թակարդեր, օգնեցեք, ընկել եմ թակարդը, Այս ինչ ձայներ են իմ խոհանոցում, ով կա իմ խոհանոցում, գող է մտել իմ խոհանոցում, օգնեցեք, ով է, Ախ, այդ դու ես լոլոս, ախ, դու չարաճիճի։ Վայ, ձերքերս, շնորհակալություն, Էй, լոլոս, ինչ է իրանում իմ խոհանոցում, ճիշտն ասած, մտել էի, որպեսզի ստուգողականս գողանայի, որովհետև լավ չէի գրել։ Տեսնում եք ուսուցչուհի։ Հետո բռնվեցի։ Ընկար պարոն այգեպանի թակարդը։ Ախ դու ավազակ։ Քերի այգեպան, ինձ կներեք։ Ներեմ որ։ Կարծում եմ կարելի է ներել, մեր լոլոս, դե ոչինչ։ Մենք, բայց Ես մի լավ առաջարկ ունեմ։ Ներենք լոլոսին, բայց շարադրությունը նորից պետք է գրի։ Ինչ կասես լոլոս։ Փորձենք։ Լավ, այդ դեպքում սպասիր ես քեզ դդմիհյութ կհյուրասիրեմ, որպեսզի ուժերը վերականգնես։ Ապա խմիր։ Դե դու խմիր, իսկ ես գնամ իմ բարեկամներին նույնպես հյուրասիրեմ դդմիհյութ։ Քերի այգեպան, տիկին ուսուցչուհի, համեցեք դդմիհյութ խմելու։ Ոյ, ուխաշ, ինչ էլ համեղ է։ Յա։
Հայ։ Վայ։ Գլխիս վրա դդում աճեց։ Հիմա ինձ կասեն դդում գլուխ։ Վայ, պարոն Բլբլթան։